Ռազմական հեղաշրջման փորձ Բենինում, Աֆրիկյան այս պետությունում զինվորականները գրավել են ազգային հեռուստատեսությունն ու ուղիղ եթերում հայտարարել, որ գործող կառավարությունը լուծարվում է, երկրի նախագահ Պատրիս Տալոնը հեռացվել է իշխանությունից, քաղաքական կուսակցությունների գործունեությունը կասեցվում է։ Բենինի ցամաքային, ծովային և օդային սահմանները փակ են։ Այս պահին իշխանության զավթմամբ մենք ցույց ենք տալիս բանակի անսասան կամքը վերակառուցելու մեր երկիրը և ազատագրելու բոլոր սոցիալական շերտերը։ Ըստ June Africa ամսագրի զինվորականները փորձել են գրոհել նախագահի նստավայրը, սակայն իրավապահները թույլ չեն տվել։ Արդյունքում ձախողվել է ռազմական հեղաշրջման փորձը, որովհետև ըստ պաշտոնական տեղեկատվության բանակի մեծ մասը հավատարիմ է մնացել կառավարությանը։ Սիրելի բենինցիներ, ինչպես գիտեք, մի փոքրիկ զինվորական խումբ ապստամբություն է իրականացրել պետությունը ապակայունացնելու համար, բայց վերջում Բենինի զինված ուժերը հավատարիմ մնացին իրենց երդմանը, մնացին պետականամետ, կոչ են անում մարդկանց զբաղվել իրենց առօրյա գործերով, ամեն ինչ կարգին է։ Ամբողջ կիրակի Բենինի ազգային հեռուստատեսությամբ եթեր չի հեռարձակվել։ Ցուցադրվել է միայն ներքին գործերի նախարար Ալեսան Սեյդուի կարճ ուղերձը, որով պաշտոնյան ասում է, որ զինված ուժերը հավատարիմ են մնացել սահմանադրական կարգին, կառավարությունը վերահսկում է իրավիճակը։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։